Մայոր Մանուկյանն առանց փողկապի կես լուրջ, կես կատակ ասում է. փողկապը չէ, որ պետք է գեղեցկացնի մարդուն։ Հետո անկեղծանում, օդաչուները փողկապ չեն կրում։ Դու սրտով ամեն օր թռնում ես։ Ես օրինակ երազում էլ թռնում եմ։ Երազում էլ ցանկություն ունեմ օդում գտնվելու։ Բարդ երևույթ է, բայց բոլորի մոտ տարածված է։ Վետերան օդաչուի երազները վաղուց օդում են, անգամ թոշակի անցնելուց հետո չի համակերպվում գլխավոր գործը թողնելու հետ։ Թռիչքը ոչ միայն իր, այլև ամբողջ ընտանիքի տարերքն է։ Օդաչու դառնալը դա իհարկե մասնագիտություն է, բայց նաև կենսակերպ է մեր համար դարձել։ Որովհետև մենք բոլոր խնջույքների ժամանակ, ծանր հավաքների ժամանակ անպայման սկսում ենք վիճաբանել ավիացիոն թեմաներով։ Օդում սավառնելու մեկնարկը տվեց Ավագ Մանուկյանը, այժմ 91-ամյա ծերունին միայն խորհուրդ է տալիս որդիներին ու թոռներին, անգամ ծոռներն են իր գործը շարունակում։ Պողոս Մանուկյանն օդում է եղել 40,000 ժամ։ Թվով 8 հոգի է, օդաչու է եղել իմ հայրը, որը քաղաքացիական ավիացիայում է աշխատել որպես բորտռավիստ։ Պապի երկու որդիներն էլ բռնեցին օդուժի ճանապարհը ուղիղ ռազմական ավիացիա, սովորեցին արտասահմանում, վերադարձան հայրենիք ու սկսեցին հսկել Հայաստանի օդային դարպասները։ Հաղթեցին Արցախյան ազատամարտում, պատերազմից հետո Մանուկյան եղբայրները երբեմն հանդիպում էին օդում։ Միաժամանակ օդում գտնվել ենք ուսումնամարզական պարապմունքների ժամանակ եւ դա ինչ-որ մի հաճելի երևույթ է եւ երբ որ ձայնը դու էֆիրով լսում ես։ Ավելի ուշ ամուսնացան, Աշոտի եղբայրը ամուսնացավ օդաչուի հետ, որդին էլ դարձավ օդաչու։ Մանուկյանների ընտանիքը բացառիկ է ոչ միայն Հայաստանի համար, տոհմիկ օդաչուներ, այդքան սավառնող մեկ գերդաստանից դեռ չի եղել։ Բացի իմ ծնողից շրջապատը բոլորը օդաչուներ էին։ Եվ այդպես հերթով սկսեցինք ընդունվել ավիացիոն ինստիտուտներ։ Ինձանից հետո ընդունվեց եղբայրս, եղբորիցս հետո քրոջս որդին, այժմ իմ տղան է օդաչու։ Եղբորս տղան է օդաչու, քրոջս որդին ասել նշեցի, որ օդաչու է, նրա որդին էլ է սովորում մեր ռազմական ինստիտուտում։ Ժառանգների գործը հասել է Միքայելին, երիտասարդն արդեն 6 տարի օդում է, ավիացիայում է 2003-ից։ Օդում զգացողությունն ամեն օրվա ու ամեն թռիչքի պես տարբեր է, հաճույքը նույն է։ Նպատակասեղանը մենակ օդ բարձրանամ, օդ բարձրանամ այն նպատակով, որ ասում են վերևում ավելի հեշտ է շնչել է։ Զուտ մասնագիտական եմ ասում են վերևում ավելի հեշտ է շնչել է։ Օդուժը ամենաբարդ ու պատասխանատու սպառազինությունն է, որ վտանգում է կյանքն ու թանկարժեք տեխնիկան։ Սա էլ գլխավորն է։ Օդաչուների դասերը սկսվում են զգոնությամբ ու զգուշությամբ, ավարտվում համարձակությամբ ու հայրենասիրությամբ։ Մարդ պետք է ուղղակի սիրի իր աշխատանքը, եթե չսիրես, դժվար թե անես այդ ամեն ինչը։ Պետք է հասկանաս դու ինչի համար ես դու նստել այդ ղեկին, ինչի համար ես օդ բարձրացրել, ինչն է քո նպատակը։ Ամեն առավոտ ու երեկո հայր, որդի, եղբայր ու զարմիկ գալիս են ուղղաթիռների կայանատեղի, ստուգում տեխնիկան, վերադառնում տուն։ Սեփական փորձով են համոզվել, օդաչուների կանայք մյուսներից տարբերվում են։ Ամեն թռիչքից առաջ ինքնաբերաբար կինը զանգում է ձեռքից, հիմա թռնում ես, նա հարցա տալի, այդ ներքին զգացումը ցանկացած օդաչուի կնոջ կամ ծնողի համար նույն էլի զգում են, ինչ-որ ներքին զգացումով զգում են, չեմ կարող ասեմ ինչից է, բայց զգում են։ Աշոտ Մանուկյանի տանը մեկ շարքով պարգևներ են, պատվոգրեր, մրցանակներ։ Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, 21 տարիների ընթացքում հասցրել է ամենաբարձր պատվին արժանանալ։ Գարեգին Նուժդե մեդալով, Ծովակալ Իսահակով մեդալով, ամբասիր ծառայության համար 5-10-15 տարի իշխան մեդալներով։ Շղթան ամբողջական չէր լինի, եթե փոքրիկ Նատամհատիկին պապիկին չհիշեր։ Բաժանված թղթերից կրտսեր Աշոտն ընտրեց տիեզերագնացի մասնագիտությունը, նմանվելով հորը, պապին ու մեծ պապին։ Ես մեծ եմ դառնալու ոչիկ։ Զինվորականների տոհմիկ ընտանիքի համար երկնքում սավառնելը վաղուց ճակատագիր է, արյան կոչ ու մասնագիտություն։ Բոլորը գիտեն դժվար մասնագիտությունը ռիսկային կարիերա։ Այդ պատճառով ամեն անգամ օդ բարձրանալիս բոլորը կրկնում են Մանուկյան ավագի խոսքը. օդաչուները չեն մահանում, պարզապես նրանք թռչում են ու չեն վերադառնում։ Ամեն երեկո Մանուկյան ավագը օրն ավարտում է շնորհակալական աղոթքով, հարկ Աստծո, երամտուն վերադարձավ։